Բարև ձեզ, պարոն նախագահ, անունս Կարեն է։ Ես իմ շրջապատում ճանաչվում եմ որպես հայտնի քոչարյանական, անգամ պիցայակեր, որը չեմ էլ սիրում պիցա։ Ես հիմա այս ընթացքում, որ մարդկանց հետ շփվում եմ, փորձում եմ շատերին համոզել, որ ամսի 7-ին իրենց քվեն տան։ Ինչ խնդիր կա։ Ձեզ ինձ փորձում են տարբեր հարցեր, տարբեր ինչ-որ իրավիճակներ հիշեցնել, շատ են ասում, որ ձեր օրոք իբրև թե ինչքանով է այդպես եղել խոսքի ազատությունը, սահմանափակված է եղել։ Ես ուզում եմ այսօր մի բան ձեզ անճշտել։ Նաև տեսնում ենք, թե ինչպես են վարվում իշխանությունները, անգամ իրանց ընդդիմախոսների նկատմամբ երկու առաջ մի տղայի ձերբակալեցին, այսօր արդեն կալանքի տարան, զուտ ընդդիմախոսության համար։ Ես ուզում եմ իմանալ, եթե դուք գաք իշխանության, ինչպես է լինելու մամուլը եւ ինչպես է լինելու ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքը։ Որտեւ շատ են ինձ ասում, այ Քոչարյան, իհարկե չափազանցությունների երթ սահման չկա, ես ձեզանից ուզում եմ իմանալ ինչպես է լինելու մամուլը եւ հասկացա։ Նայեք, 10 տարվա ընթացքում եղել է իմ հիշողությամբ մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր, Տիգրան Նագդալյանը։ Եվ այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործիչի եղբայրը եւ ինչքան ես գիտեմ, նաեւ դա ընտանիքի որոշում էր։ Իմ հիշելով նաեւ դատապարտվել է եւս մեկ լրագրող, որը դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար։ Բանակից խուսափեց, հարևանի երկու երեխային գրեց իր անունով, հետո ինքը իր մոր վրա ցուցմունք է տվել, որ դա մերն է արել, ոչ թե ինքն է արել դատարանում։ Դուք պատկերացնում եք մարդ, որը ցուցմունք է տալիս սեփական մոր վրա։ Եվ դա փաստեր են, որոնք հնարավոր չի շղթել։ Եվ դա բերել են, ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում, ինչ կապ ունի խոսքի ազատությունը, հարևանի երկու երեխան, ինքը երեխա չուներ, ամուսնացած էլ չէր։ Հա, հիմա էլ չունի, հիմա էլ չի ամուսնացած։ Ինչ կապ ունի այդ հանգամանքը խոսքի ազատության հետ։ Նայեք, հիմա խոսքի ազատությունը ճնշելը շատ ավելի դժվար է։ Հիմա ես պատկերացնում եմ, հիմա ոչ թե լրատվամիջոցներն են փորձում ճնշել։ Հիմա Facebook-յան լայք դնելու համար աշխատանքից են հեռացնում։ Ոչ թե լրագրողներին են ճշտում, քաղաքացիներին են ճշտում լրագրողների հետ հարաբերվելու համար կամ լրատվամիջոցների հետ հարաբերվելու համար։ Սա ավելի վատ է։ Ասեմ, շատ ավելի վատ տարբերակ է։ Բազմաթիվ են, հարյուրավոր, հազարավոր են օրինակները, երբ լայքերի համար մարդկանց աշխատանքից ազատում են։ Ոնց հիմա իդեպ նաև թմրամոլության աճը, հանցագործությունների անգամներով աճը նաև դրա հետ է կապված, որովհետև պարտադրում են ոստիկանությանը հետևել Facebook-յան sense գրառումներին, այլ ոչ թե զբաղվել հանցագործությունների բացահայտմանը։ Սա է պատճառը, ուրեմն հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար եւ ստե բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, պրոբլեմ չեք ունենալ։ Հա? Նայեք, 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ, մեկ ցույց, տևել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել, մի մարդ, հետո եղավ 2008 թվականի ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը, մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Համեմատեք վերցրեք սաղ ցուցակները մարդկանց, ով ինչ եւ համեմատեք այսօրվա հետ։ Համեմատության եզրեր չկա։ Եվ քանակային եւ բովանդակային։ Ես հարց
Նախ հարգանքներս ձեզ, բարի գալուստ։ Առաջին եւ երկրորդ առաջին հարցը տամ բնակչության մասն է։ Այսքան շենքերը կառուցվում են ում համար, եթե ոչ հայի, օտարազգիների համար, թե խմելու ադրբեջանցիների հետ։ Երկրորդը բանակ լինելու է, թե չէ։ Կամ տարիքները բանակային, այսինքն 2 տարի լինելու է ժամանակահատված, թե դեռ չի լինելու։ Այսինքն սահմանները թողնելու են բացի թող վիճակում։ Կասեք այդ հարցի պատասխանը։ Նայեք, շինարարությունը իսկապես չվերահսկվող հիմա process է գնում։ Մի կողմից լավ է աշխատատեղեր են, մի կողմից էլ բավական լուրջ խնդիրներ կա, որովհետև շինարարությունը ենթադրում է հետևյալը, որ սինխրոնիզացիոն պետք է լինի ենթակառուցվածքների շինարարության հետ։ Ես մի բարձ օրինակ բերեմ, եթե մինտեղ օրինակ թաղամաս կա 5 շենք է, եթե կողքին կառուցում ես ևս 10 շենք, դու պիտի միջև այդ շենքերի կառուցումը սկսելը պետք է լուծես կոյուղու հարցը, որը հաշվարկված է 5 շենքի համար, պետք է լուծես էլեկտրամատակարարման հարցը, որը ևս հաշվարկված չի, պետք է ջրահեռացման, ջրամատակարարման, սա չեն անում, ուղղակի չկա։ Եվ նաև դա է պատճառը, որ ասում են ջուրը չի երիքում, էս չի երիքում, են չի երիքում, հոսանքի խնդիր կա, սա քաղաքապետարանի ոչ թե թերացումն է, այլ անգրագիտությունն է։ Կամ հետևյալն է, ուղղակի թույլտվությունների համար հայտնի է, թե ինչ կարգի կաշառքներ են վերցնում, եւ սա ուղղակի աչքերը փակում է այս հարցերի վերաբերյալ պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տալու համար։ Սա է վիճակը։ Բանակը դարձել է 1.5 տարի։ Ես կարծում եմ, որ նաև 1.5 տարով այո հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Իսկապես հնարավոր է, եթե դու մեծացնում ես պայմանագրային մասը։ Պայմանագրային մասը մեծացնելու համար դու պետք է ավելի շատ գումար տաս, օրինակ, քան Երևանի կենտրոնում պարետն է ստանում։ Դու չես կարող պարետից շեշտակի քիչ աշխատավարձ ստանալու պարագայում պայմանագրայինով ուղղակի համալրես բանակը, չի ստացվելու։ Մարդ խիպ պիտի գնա, պոստում մնա։ Պրոբլեմը սա է, եւ սրա համար են հիմա ինչ որ բան են անում, չէ, տանում են 2 ամսով, 3 ամսով, փորձում են ինչ որ ինչ։ Հա, հիմա 25 օր է դարել, սկսել են ամիսներ ա եղել։ Հիմա նայեք, ինչ է կատարվել ընդհանրապես բանակի հարցում։ Այդ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց մեկ բան։ Հիմա քանակով չեն կռվում արդեն։ Քանակով չեն կռվում։ Բանակի բնույթը, ռազմական գործողությունների բնույթը էապես փոխվել է։ Էապես առաջի գծում ընդհանրապես համարյա մարդ չեն պահում։ Ավելի շատ sense նայելու համար, ինչ որ բան նկատելու, չնկատելու համար։ Հիմա սա փոքր երկրի համար, փոքր բնակչությամբ լավ լուր է, թե վատ լուր է։ Լավ լուր է։ Ուրեմն ասիմետրիկ հնարավորություններ կա երկրի անվտանգությունը ապահովելու, որի համար չի պահանջվելու սենց հսկայական մեծ ծավալների մարդիկ եւ հսկայական մեծ ծավալների սենց են տրադիցիոն զենքերը, զինատեսակները։ Շատ է ամեն ինչ փոխվել եւ այդ տեսանկյունից մենք իսկապես կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի է զսպել Ադրբեջանին։ Եվ սա ոչ թե ասում եմ նրա համար, որ մենք պետք է այդպիսի բանակ ունենալ sense պատերազմի համար։ Հենց բանակը պետք է ունենանք պատերազմ չունենալու համար։ Պատերազմ չունենալու համար։ Եվ ես դա չեմ հորինում, ուղղակի մարդկությունը ուրիշ տարբերակ դեռ չի հորինել։ Մարտունակ բանակ, պրոֆեսիոնալ բանակ եւ եթե երկիրը փոքր է, ուրեմն հզոր դաշնակից։ Եվրոպայի փոքր երկրները ՆԱՏՕ են մտել դրա պատճառով։ Մտել են ՆԱՏՕ հասկանալով, որ ինքը ունի իր բանակը, բայց ինքը կարիք ունի մեկ հզոր դաշնակցի։ Այդ հզոր դաշնակցին իրենք ընտրել են Միացյալ Նահանգները։ Դրա համար փոքր երկրի համար կրկնում եմ մարտունակ բանակ եւ հզոր դաշնակից։ Դու դաշնակից չես ունենալու, եթե բանակ չունենաս։
Եվ ինչքան դու ավելի մարտունակ լավ բանակ ունես, այնքան դաշնակիցը նաև քո հետ հաշվի անստելու եւ քեզ հարգելու է։ Հակառակ դեպքում դու բեռ ես դառնալու իրեն համար, դու հակառակ դեպքում պետք է ասես պրոտեկտորատ ես դու, այլ ոչ թե դաշնակից։ Երևի այսքանը։ Պարոն նախագահ, կյանքիս ամենա ուրախ ու լավ տարիները ապրել եմ ձեր ղեկավարման տարիներին։ Ուրեմն մի քանի տարբեր ուժային կառույցներում աշխատած ծառայած տղա եմ, 40 տարեկան ու շատ լավ ակտիվ կյանքով ապրել եմ։ Մի հատ լավ խոսք ասում, կա անցյալ, որին հասնելու համար դեռ պետքա շատ առաջ գնաս։ Հիմա մենք կարանք այնքան առաջ գնանք, որ հասնենք 2005 թվին։ Իհարկե կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Նայեք, ռուսերեն բանկա չէ, ասում լամատ նի строить։ Սենց քանդելը ամեն ինչ ավելի հեշտ է։ Հիմա լավ տունը կարաս մի հատ բանով, մի հատ զաժիգալկայով, ֆարես ուղակի տունը վերանա։ Կառուցելը ավելի դժվար է։ Ընդունում եմ դա, բայց հավաստիացնում եմ ձեզ, շատ արագ այս ամենը կարելի է վերականգնել։ Շատ արագ։ Ես Հայաստանը նույնիսկ